Վրաստանում ընթացող Մետաքսի ճանապարհ համաժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին որոշումը, այն անվանելով անհավանական թվացող իրողություն և նշել, որ ղազախական ցորեն կներկրվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը եկել է տարածաշրջան և Հարավային Կովկասի 3 երկրները պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը ապահովելու համատեղ բարգավաճում։ Նրա խոսքով Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում նաև կարող է բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։